Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանին։ Բարև ձեզ, պարոն Դուլգարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Այսօր անդրադառնանք Դեբետ գետի աղտոտման խնդրին, փաստորեն դրա վերաբերյալ բնապահպանները շարունակ ահազանգում են։ Այսօր հասկանանք ինչ են առաջարկում բնապահպան ակտիվիստները, հասարակական կազմակերպությունները եւ այս խնդրի հետ կապված ընդհանրապես պատկան մարմինները ինչ լուծումներ ունեն։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերքի համար, այս խնդիրը, որի մասին խոսելու ենք, ինքը շատ կարևոր է, հատկապես որ վերջին գոնե 1 տասնամյակում շատ ենք խոսել դրա մասին, Դեբետ գետի էկոհամակարգի մասին, եւ պետք է մատնանշենք, որ Դեբետ գետը ինքը շատ մեծ ստրատեգիական նշանակություն ունի հենց Հայաստանի տնտեսության համար։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք Լոռու մարզ եւ Տավուշի մարզ, ամենաբերի, մոտ 2 տասնյակ գյուղեր ապրում են այդ գետով, այսինքն ինքը հանդիսանում է ոռոգման համակարգ տվյալ գյուղերի համար եւ գյուղատնտեսական մեծ նշանակություն ունի, այսինքն մարդիկ ուղղակի ապրում են, դա իրենց տնտեսության գրավականն է եւ պետք է նշենք, որ դրանք շատ կարեւոր, այդ մարզերի համար գյուղատնտեսական տարածքներ են։ Այսինքն դեղցի այգիներ, այս վերջ տարիներին կարալյոկների այգիներ են գցել եւ խաղող եւ նաեւ այլ գյուղատնտեսական նշանակության ապրանքներ։ Իսկ ինչ է լինում, երբ այդ ոռոգման ջուրն են օգտագործում։ Դրանք չորանում են, ես մի քիչ գամ ընդհանրապես ինչ է կատարում Դեբետ գետի ավազանի շուրջ, Կա Արմանիսի հանքավայրը, որը այս պահին չի շահագործվում, մի քանի տարի առաջ ականատեսն են եղել, որ այսինքն դեղին զանգվածները թափոնակույտերից խառնվում են Ձորագետին, Ձորագետը Դեբետ գետի վտակներից մեկն է հանդիսանում։ Գալիս ենք, հասնում ենք Ալավերդի, Ալավերդիում ունենք չօգտագործվող հանքախորշեր, այսինքն հանքեր, որոնք որ ժամանակին շահագործվել են, հիմա չեն շահագործվում։ Եվ այդ հանքախորշերից մենք տեսնում ենք, որ անընդհատ ջրեր են դուրս գալիս եւ ունենք այնտեղ թափոնակույտեր, որոնք որ ռեկուլտիվացված չեն, այսինքն պղնձի հանքերի հետ կապված եւ յուրաքանչյուր անձրևից հետո բազմաթիվ անգամ ֆիքսել ենք, որ այդ թափոնաջրերը խառնվում են Դեբետ գետին։ Ալավերդիում է նաև գտնվում Մկնդեղի գերեզմանոցը, Ալավերդիում վերև, եթե մենք գնանք այդ Մկնդեղի գերեզմանոցը հիմա նայենք, կտեսնենք, որ այնտեղ դրա ամրությունները կանաչացած են եւ այսինքն այնտեղ եւս անձրևների հետ կապված հնարավոր են արտահոսքեր լինեն, այսինքն մենք նաեւ տեսնում ենք դրենաժային այնտեղ վիճակներ, այսինքն գերեզմանոցի։ Գալիս ենք, հասնում ենք Աղթալա, մենք ունենք Նազիկի Պոչամբարը, Աղթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքևի մասում է գտնվում, որը որ ժամանակին այսպես ասած ռեկուլտիվացվել է, բայց կարծես թե բավարար չի ռեկուլտիվացվել, որովհետև կառավարությունը մի 2 տարի առաջ նորից նախագիծ էր ցանկանում կազմի, որպեսզի ռեկուլտիվացվի այդ Պոչամբարը։ Մենք տեսնում ենք, որ անձրևների ժամանակ ինքը եւս դրենաժի մեջ է գտնվում եւ աշխատում է։ Մենք ունենք Պայթուցիկների ձորի Պոչամբարը, Նահատակի Պոչամբարը, Թեղուտի Պոչամբարը, բոլորը գործող Պոչամբարներ են, հատկապես Նահատակի Պոչամբարը, որը պետքա 2024 թվականի մինչև վերջ ռեկուլտիվացված լիներ, բայց ինքը չի ռեկուլտիվացվել, այսինքն հիմնական մասով բաց է մնում, եւ 2023 թվականի, եթե չեմ սխալվում, մեծ արտահոսք է եղել Պոչամբարից դեպի Դեբետ գետ, ահավոր մեծ աղտոտումներ եւ գյուղացիությունը այդ ժամանակ ահազանգել էր, որ իրենք գնացել են որպեսզի ոռոգեն այգիները, բայց գետը աղտոտված է եւ չեն կարողանում ոռոգում իրականացնել։ Եվ դրա հիման վրա քրեական վարույթ էր նախաձեռնվել, որի ճակատագիրը այդպես էլ անհայտ մնաց, բայց բացի այդ մենք ունենք նաև չօգտագործվող հանքախորշեր եւ ուղակի թափոնակույտեր ամբողջ Աղթալա Շամլուխ հատվածում, ուղակի ձորերի մեջ թափոնները ժամանակին բերել են լցրել։ Դրանք բոլոր անձրևների ժամանակ աշխատում են եւ դրենաժը տեղի ունենում եւ ջրերի հետ գնում են խառնվում են բնականաբար գետին։ Ստեղ շատ կարևոր հանգամանք պետք է նշել, որովհետև երբ որ Հայաստանում բազմաթիվ են այն, այդ դու եք աղտոտում է տեղ ունենում, բարձրաձայնում եք, չգիտեմ, եւ այլն, շատ կարևոր է նշել, որ
այդ աղտոտումը առաջի հերթին հենց վտանգավոր է մեր տեղի համայնքների եւ բնակչության համար, որովհետեւ ի վերջո երբ որ աղտոտումը տեղի է ունենում, ինքը այնպես չէ, որ անverջ գնում է, հասնում է, չգիտեմ, Վրաստան եւ Ադրբեջան։ Ինքը որոշակի ժամանակ անց նստվածք է տալիս հատակին գետի եւ լիարժեք մնում է հայկական հողում, այսպես ասած, բայց մինչեւ այդ ի վերջո այնտեղ կան հա պոմպակայաններ, որոնք տվյալ ջուրը հասցնում են ռոռոկման այգիներին, այդ պոմպակայանի աշխատանքների հետ կապված իրեն գնում են ամբողջ գյուղատնտեսական նշանակության հողերում տարածվում։ Այո, մարդիկ ժամանակին տարիներ շարունակ կորցրել են իրենց այգիները։ Ասեմ, Սամվել Սիրադեղյան, Ճոճկան գյուղի բնակիչ, ժամանակին Դեղցի այգին, հա, ռոռոկվել է, չորացել է, այդ մարդը հիմա հայցվոր է դատարանում, որպեսզի ասենք ստանա փոխհատուցում, սակայն Հայաստանում այդ պրակտիկան չկա, այսինքն դա 2-3 տարի առաջացիանում նա գտնվում որ եւ այդպիսի բազմաթիվ խնդիրներ եւ քննարկումների արդյունքում հենց Ալավերդու եւ այդ Աղթալա գյուղերի նոյեմբերյան համայնքի գյուղերի բնակիչները ասեցին, որ այդպես հնարավոր չի, կամ մենք պետք է այստեղ գյուղատնտեսությունը թողնենք, գնանք, որովհետեւ սեզոնին շարունակաբար մենք այդ խնդրին բախվում ենք, դա բերում է նրան, որ մենք ջրում ենք կամ ծառերը չորանում են, կամ եթե այդքան մեծ չի աղտոտումը, ապա վնաս է հասցվում գյուղատնտեսությանը, ի վերջո այնտեղ մարդիկ կան, որոնք այնպիսի զարգացման ուղի են նաև բռնել, որ ցանկանում են իրենց արտադրությունը հետագայում նաև արտահանել, հատկապես դեպի եվրոպական շուկա։ Մենք գործարար ունենք, որը որ դեպի եվրոպական շուկա օրինակ նախատեսում է գինի արտահանել, սակայն ինքը տեղի խաղողից խուսափում է գնում կատարել, որովհետև ըստ իր տեղեկությունների կամ հենց ինքը հա իրականացրել է փորձակնություն պարզել, որ տվյալ հա գյուղմթերքի մեջ, որը այդ գետով ջրվում է, ծանր մետաղների արկայությունը բավականաչափ բարձր է։ Եվ այլ տեղից է հա խաղողի գնումների իրականացնում, այսինքն նման մենք խնդիրներ ունենք։ Այդ ամեն ինչի, եթե մենք գումարենք նաև որ Դեբետ գետի վրա, հա, քանի խոշոր բնակավայրեր եւ քաղաքներ կան, Վանաձոր եւ Ալավերդին ամենախոշորն են, եւ այդ կոյուղաջրերը, այո, այսինքն մենք չունենք նաև այնտեղ կոյուղաջրերի մաքրման կայաններ, համակարգ, ժամանակին այդպիսի դեպքեր են եղել, երբ որ Ալավերդի զբոսաշրջիկներ էին, հա, գալիս, դե Ալավերդին գիտեք, որ երկու մասից է բաղկացած, ներքևի հատված եւ վերևի հատված, Սարահարթը, այդ Սարահարթից սենց կոյուղաջրերը լցվում էին դեպի ձոր, եւ զբոսաշրջիկները հարցնում էին, այդ ինչ ջրեր է, եւ իրենց ասում էին, դա տեղական ջրվեժ է, այսպես ասած, հա, դրանք իրականում կոյուղաջրեր են եղել, այսինքն մենք ունենք նաեւ այսպիսի խնդիր կոյուղաջրերի հետ կապված եւ ի վերջո մենք ունենք նաեւ կենցաղային հա խնդիր, այսինքն մարդկանց այսպես ասած գետի նկատմամբ վարվելակերպի հետ կապված, օրինակ մարդիկ կան, մինչև հիմա բերում են իրենց աղբը լցրում են ուղղակի գետ, այսպիսի դեպքեր բազմաթիվ անգամ արձանագրվում են Եվ մենք ունենք այլ խնդիր, այսինքն կառուցապատման նաև խնդիր քաղաքականություն, ի վերջո մենք գետի նկատմամբ, իր ափերի նկատմամբ այնքան անխիղճ ենք եղել, այնքան են նեղացրել հունը, որ 2024 թվականի մայիսին ջրհեղեղը հայտնի տեղի ունեցավ եւ բազմաթիվ մարդիկ ավերվածություններ, ամենակարևորը Բազմաթիվ մարդիկ գետի առափնյա տարածքներում, օրինակ Արջիս գյուղի տարածքում, ընդհանրապես զրկվել են իրենց հողերից, որոնք առափնյա տարածքներում էին գտնում։ Այսինքն ինքը ունեցել է այնտեղ հող, գյուղատնտեսական այգի, մեծ ներդրումներ է արել, ջրհեղեղից հետո ինքը ստացել է հետևյալ պատկերը, այսինքն ափ, որը լցոնված է ավազով եւ քարերով խոշոր,
այլևս այգի չկան, որպես գյուղատնտեսություն, եւ նույնիսկ եթե ինքը ցանկանում է այդ ավազը օրինակ վաճառել ու իր հողում է, իրեն ասում են, որ դա այդ ավազի տերը դու չես, այդ ավազը մի խոսքով պետությանն է պատկանում, որովհետեւ դա ի վերջո հանքավայր է ինքը, այսինքն վերականգնվող հանքավայրի կարգավիճակ ունի, այսինքն ավազը պետությանն է եւ այսպիսի փաստերի առաջ են կանգնել բազմաթիվ գյուղացիներ։ Այսինքն գլոբալ խնդիրներ դեպետ գետի հետ կապված։ Այսինքն եւ մարդկային միջամտությունը կա այդ գետի ախտման հետ կապված եւ բնությունը, իսկ հեկերի հետ կապված ինչ կասեք։ Գետի վրա հեկեր չկան այսօր։ Իհարկե հեկերը կան, հեկերն էլ իրենց հերթին նպաստում են, որպեսզի օրինակ էկոհամակարգը տվյալ օրինակ դեպետ գետի վտակ Մարցագետը դրա վրա 3 հատ հեկ կա եւ այդ հեկերը, այսինքն իրենց աշխատանքը այնպիսի նվազեցում են անում, հա, խոնավության, որ տվյալ ձորը, Մարցաձորը ըստ գյուղի բնակիչների, դա նաև արձանագրված է, որովհետև նախանցյալ տարի գյուղի բնակիչների հետ մենք գյուղի զարգացման ծրագիրն էինք, հա, մշակում, եւ իրենք նշում են, որ ընդհանրապես խոնավությունը պակասել է, ջրերը պակասել են, բնականաբար նաև ջրի սակավություն է տեղի ունենում սեզոնին, բայց իհարկե ջրհեղեղներ են տեղի ունենում կլիմայական նաև փոփոխություններով, հա, պայմանավորված եւ մարդկային գործոնով տարվա մյուս սեզոններին։ Այստեղ շատ կարևոր է մատնանշել, որ այդ խնդիրները տարիներ շարունակ ոչ թե բնապահպաններն են բարձրաձայնում, օրինակ ես երբեք չեմ բարձրաձայնել տվյալ խնդիրը ուղղակի որպես, չգիտեմ, Օլեգ կամ չգիտեմ, հա, ինչ որ գործիչ միշտ ահազանգի հիման վրա ենք բարձրացրել, այսինքն երբեմն քաղաքացիները բարձրաձայնում են չեն ցանկանում ներկայանալ կամ իրենց անունը շոշափվի, երբեմն քաղաքացիները բարձրաձայնում են, ասում են մեր ձայնը լսելի չէ, խնդրում ենք դուք այդ հարցը բարձրացրեք։ Եվ անցյալ տարի մենք ուրեմն քննարկումներ, հա, ունեցանք գյուղի բնակիչների հետ, տարբեր որ ինչպես կարելի է ընդհանրապես այդ խնդիրներին անդրադառնալ, եւ գյուղի բնակիչները բազմաթիվ ուղերձներ են, հա, հղել, մենք հիմա իրականացնում ենք մեդիա-արշավ, որտեղ գյուղացիների ուղերձներն ենք, հա, օրինակ այդպիսի ուղերձ կա, որ մեր պապերը խմում էին դեպետ գետի ջուրը, իսկ հիմա մենք վախենում ենք նույնիսկ դրանով մեր այգին ջրել, հա, ասենց ասած, կամ հա, դեպետ գետը մեր ապագայի մեր, չգիտեմ, բարվոք բարեկեցության գրավականն է, հա, այսինքն եկեք մաքուր պահեք։ Կամ օրինակ տեղական իշխանություններին պետք է լիազորություններ տալ, որպեսզի իրենք իրականացնեն վերահսկողություն, բայց դրա ամենակարևոր ուղերձը այն է, որ անհրաժեշտ է մշակել դեպետ գետի էկոհամակարգի պահպանման պետական կամ ազգային ռազմավարություն, որովհետև դեպետ գետը ինքը սոսկ ինչ որ վտակ չի, ինքը լուրջ գետ է, ինքը Հայաստանի ամենաարագաշարժ գետն է, ինքը Հայաստանի համար տնտեսության համար շատ կարևորային առումով, որ գյուղատնտեսանական նշանակության երկու մարզերի գյուղեր, հա, մոտ 2 տասնյակ որոքում են իրենց այգիները դա մեկ, նույնիսկ ավելին, եւ նաեւ ինքը զբոսաշրջային առումով շատ մեծ կարեւորություն ունի տարածաշրջանի համար, բացի որ ինքը ռաֆտինգի համար նախատես, այսինքն հարմարավետ գետ է, դրա վրա զարգացել է ժամանակին ռաֆտինգը եւ նաեւ ասենք զբոսաշրջային որպես մարզ, մարզեր, Լորին եւ Տավուշը ինքը պետք է գրավիչ լինի, այսինքն տնտեսական մեծ նշանակություն ունի, ես հիշում եմ այդ հարցով, ես օրինակ խոսացել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, այսինքն պաշտոնապես հանդիպման ժամանակ նշել եմ, հա, ազգային ժողովի եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի պարոն Արման Եղոյանի, ասել եմ, որ եկեք այդ հարցը նույնիսկ այդ շրջանակներում քննարկենք, որովհետև եթե մենք ասում ենք եվրոինտեգրում, ասում ենք տնտեսության դիվերսիֆիկացիա, ասում ենք, որ պետք է մեր ապրանքները արտահանենք եվրոպական շուկա, ուրեմն մենք պետք է ապահովենք, որպեսզի այդ ապրանքը համապատասխան չափանիշների լինի եւ առանց դրա դա հնարավոր չէ ուղղակի իրականացնել։ Այսինքն դեպետ գետի համար պետք է
հստակ ռազմավարություն մշակվի, ասես պետական մակարդակի բոլոր կոմպոնենտները հստակ ձևակերպված, թե ինչպես պետք է լուծել։ Այսինքն պետք է մաքրել եւ հետագայում պահել այդ մաքրությունը։ Պետք է մաքրել, պետք է կոնսերվացնել բոլոր թափոնակույտերը, որոնք նրա տարածքում կան, պետք է հսկողություն սահմանել գետի նկատմամբ, պետք է Այսինքն հսկողությունը դա բարեկային ծառայություն է։ Դա նաև բարեկային ծառայությունն է, էկո-բարեկային ծառայությունը դա մեկ։ Պետք է փորձարկել եւ արդեն կոյուղաջրերի հարցերով պետք է զբաղվել։ Այսինքն պետք է Բայց դրա համար պետական, այո, դրա համար պիտի լինի ռազմավարություն հստակ լուծման եւ դա համարվի առաջնահերթություն պետության մեջ։ Նաև տուգանքներ։ Պետության մեջ, օրինակ 2021-22 թվականներին, եթե չեմ սխալվում, ես դիմել էի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, պարոն Սուրեն Պապիկյանն էր այն ժամանակ կարծեմ նախարարը եւ փոխնախարարը Տիկին Լիլիա Շուշանյանն էր։ Եվ այդ ժամանակ սենց բաց երկխոսություն էր լրատվամիջոցների միջոցով, այսինքն բաց նամակի տեսքով ես լուծումներ էի առաջարկում, օրինակ ինչ կարելի անել, ասում էի եկեք ստեղծենք մի հատ աշխատանքային խումբ, բաղկացած այս հետևյալ, հասկանանք ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել եւ փորձենք դա օգտագործել նաեւ միջազգային միջոցներ ներգրավելու համար։ Ես վստահ եմ, որ Հայաստանը այս պայն ունի գործընկերներ, նաեւ Եվրոպական միության երկրների շարքից, որոնք որ պատրաստ կլինեն Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման վրա ներդրումներ անել, բայց որևէ դեպքում որևէ ներդրում երբեք տեղի չունենա, եթե դրա համար չկա հստակ ռազմավարություն, օրենքով ընդունված կարգավորում, որպեսզի ասենք դա առաջնահերթություն համարվի եւ այդ ուղղությամբ ներդրումներ լինեն։ Այսինքն մենք պետք է շատ լուրջ այդ հարցին մոտենանք եւ ինձ ինչ էին պատասխանում, որ օրինակ շրջակա միջավայրի նախարարությունը 2018-20 թվականներին իրականացրել է Հայաստանի բոլոր թափոնակույտերի քարտեզագրում Եվ մենք լավ տեղյակ ենք այդ ամենից մի խոսքով, եթե կարողանում եք միջոց գտնել, որ այդ հարցը լուծենք, ձեզանից շնորհակալ կլինենք։ Այսինքն մոտեցումը ինքը ռազմավարական չի։ Ինչ որ մի հատ մարդ կամ հասարակական կազմակերպություն այդպես չի։ Դա պետքա դառնա առաջնահերթություն պետության համար, ռազմավարություն լինի եւ նոր դրա համար ըստ այդ ռազմավարության եւ դրա լուծման ուղղությունների եւ մեթոդների պետք է ներգրավեն միջոցներ եւ հերթականությամբ։ Հենց այդ է կարևոր ուղերձը, որ գյուղացիները հասկանում են շատ լավ, որ իրենք կամ տեղային մակարդակով այդ խնդիրը չի կարող լուծել։ Եվ մի մեջբերում անեմ, Սյունիքում երբ վարչապետը գնացել էր, այդտեղ գյուղական համայնքների հետ երբ հանդիպում էր ունենում, ցայտաղբյուրների մասին էր խոսում, այդ ջրերի որ անիմաստ այդ ջրերի կորուստ է լինում, այսինքն կառավարությունը դրա մասին խոսում են, որ ջրերի կորուստ ունենք այդ փոքր ցայտաղբյուրների վրա, պետք է վերահսկողություն լինի։ Այդ դեպքում մի ամբողջ գետ, ինչպես է անուշադրության մատնվում, հատկապես ինչպես նշեցիք, անցած 2024-ի մայիսի արդեն ջրհեղեղը որոշակի դասեր պետք է մեզ տված լինեն եւ մենք դրանից պետք է հետեւություններ անեինք։ Այո։ Այսինքն մենք ունենք Դեբետ գետի անվտանգության, դրա համար պահանջը այդպեսին է, որ մշակվի Դեբետ գետի էկո համակարգի պահպանության եւ հոգատարության ազգային ռազմավարություն, այսինքն ինքը պետքա սուբյեկտ դառնա, որպեսզի մենք կարողանանք։ Իդեպ ես ուզում եմ Այսինքն դուք տեսնում եք ինչ որ մեկին, որը կդառնա այդ գետի պատասխանատուն, այսպես ասեմ։ Դա այդ սուբյեկտը դա պետական, այսինքն գետը դիտարկվի որպես ոչ թե զուտ օբյեկտ, այլ սուբյեկտ, որը պետքա հոգատարություն ունենա։ Այսինքն երկու քաղաքականություն, մեկը էկո համակարգի պահպանում վերականգնում եւ երկրորդը այսինքն հոգատարություն, այսինքն մենք ինչպես ենք հոգ տանելու այդ գետի վերաբերյալ ռազմավարությունը, այդ երկու ուղղությունը պետք է հստակ սահմանի եւ այստեղ այո, տեղական դերակատարները եւս պետք է այսպես ասած իրենց դերը ունենան, հա, օրինակ ինչ դեր պետքա այնտեղ տեղական իշխանություն ունենա, ինչ դեր պետքա մյուս պետական մարմինները ունենան։ Դա շատ կարևոր է, որպեսզի ինքը միջգերատեսչական, այսպես ասած, հոգատարության ներքո լինի, ոչ թե այսպես ասեն գյուղացին, ես գետն է, ես էլ դու ես գետի հետ, հա։ Եվ շատ կարևոր է այս ուղերձը համայնքի բնակիչների կողմից է, հա, գալիս։ Ուզում եմ այստեղ ավելացնել, որ
Հայաստանի բոլոր խոշոր գետերն են, ասենց ռազմավարական նշանակության, որ պետք է այդպիսի քաղաքականություններ ունենան առանձին, ոչ թե ընդհանուր բոլորի համար, այլ առանձին յուրաքանչյուր, որովհետև գետերը տարբեր են, խնդիրները տարբեր են, էկոհամակարգերը տարբեր են եւ դրանց լուծման ուղղություններն են տարբեր։ Իսկ ոչ մեծ գետերը, օրինակ փոքր վտակները եւ այլն, իրենք պետք է տեղական իշխանությունների հոգատարության, օրինակ Էսպանիան մենք ունենք օրինակ, որ Գավառի համայնքապետարանը ձևավորել է աշխատանքային խումբ եւ Գավառակետի էկոհամակարգի պահպանման տեղական քաղաքականություն է մշակում։ Այսինքն տեղական իշխանություններն էլ պետք է իրենց հերթին փոքր գետերի համար որոշակի քաղաքականություն մշակեն եւ ներդրումներ անեն եւ ներդրումներ բերեն։ Այսինքն այստեղ բայց հենց դեբետը ինքը որպես այսօրվա դրությամբ երևի թե ամենաակնառու sense վնաս կրող գետերից մեկը եւ նրա շուրջ եղած բնակչությունը ամենալավ հնարավորությունն է որ մենք այս պահին դա օգտագործենք եւ գնանք այդ ռազմավարության մշակման հետևից հատկապես որ դա ունի մեծ տնտեսական բաղադրիչ տեղի մարզերի եւ համայնքների համար այսինքն ոչ թե լոկ բնապահպանություն է ոչ թե լոկ առողջապահություն է մենակ այլ տնտեսական խնդիր կա այստեղ եթե մենք հատկապես ուզում ենք գնանք դեպի եվրոինտեգրում ունենանք շուկա դուրս գանք եվրոպական մեր տնտեսությունը զարգացնենք մեկից կախվածությունը իջացնենք դա շատ կարեւոր հանգամանք է որովհետեւ այդ գյուղացին այնտեղ այդ խնդիրներով եթե մնաց ինքը երբեք դրան չի հասնելու Հիմա անդրադառնանք ձեր այդ մեդիա արշավին ինչ որ օրեք սահմանել ձեզ համար ինչ է կազմակերպել Վաղը այդ ուղերձները վաղը հենց հա Արչից գյուղի մոտ վաղը այդ ուղերձները հնչելու են եւ համայնքի բնակիչները իրենք այդ հիմնավորելու են թե ինչի համար անհրաժեշտ այդ քաղաքականության մշակումը եւ խոսել դա արվում է ռոռոկման սեզոնին ընթരാճ, որովհետև ռոռոկման սեզոնին ընթരാճ յուրաքանչյուր տարի մեծ խնդիրներ են առաջանում։ Մի անգամ բնապահպանության եւ ընդերգիտաչական մարմին արձանագրում է, մյուս անգամ լավ չի բարձրաձայնում, չի արձանագրվում։ Այսինքն այստեղ վաղը խոսելու են այն խնդիրների, այն վտանգների մասին, որոնք կարող են տեղի ունենալ։ Ես ուղղակի նաև նշեմ, որ անցյալ ջրհեղեղը, որ եղավ, ինքը միայն այգիներին չվնասեց։ 2 ամիս համարյա պոմպակայանը ամառվային սեզոնին, հա, երբ որ ջրհեղեղից հետո պոմպակայանը չէր աշխատում, այսինքն վթար էր տեղի ունեցել։ Եվ օրինակ Ճոճկան գյուղում հսկայածավալ, հա, պլանտացիաներ, իրենք ուղղակի արևի տակին փչացան եւ չորացան։ Այսինքն այն ինչ որ վաղը մենք անելու ենք, այսինքն գյուղացիների հետ միասին, դա կանխարգելիչ միջոցառում է եւ իրազեկում, որ եկեք այսպիսի քաղաքականությունը փորձենք սկսել մշակել եւ այո դրանից հետո նաեւ արդեն բնակիչների այդ ձայնը ինքը գրավոր ձևով նաեւ ներկայացվելու համապատասխան մարմիններին Իսկ ունեք համապատասխան մարմիններին հրավեր ուղարկած թե պարզապես Դա հաղորդակցության մեդիա արշավ է հայտարարությունները ոնց որ բաց են տեսնում են մարդիկ նաեւ համապատասխան մարմիններն են հա տեսնում նկատում են այսինքն Այդ արշավը հենց նրա համար է, որ խնդիրը ինքը բարձրացվում է եւ դրանից հետո արդեն մարդիկ իրենց գրավոր առաջարկություններով նաեւ այդ հա մեդիա արշավի նյութերով ներկայացնելու են այդ առաջարկությունը եւ դա շատ լավ հնարավորություն է դեպ Հայաստանի Հանրապետություն նման պիլոտ իրականացնելու որովհետև եթե մենք ունենանք այդ ռազմավարությունը ունեք այդ ծրագիրը մոտավորապես պետության համար Չէ, դա հենց ռազմավարությունը պետք է ասի, այսինքն այդ ռազմավարությունը, այո, այդ ռազմավարությունը, այդ մշակումը, այսինքն նայած թե մենք ինչ չափորոշիչներ ենք սահմանում, հա, առաջինը մենք էկոլոգիական բաղադրիչն ենք, հա, դնում, թե օրինակ ենթակառուցվածքների, ինձ թվում է բնականաբար էկոլոգիական Հաշվարկներ որոշակի ժամանակին արվել են հարակից ոլորտներում, օրինակ թե ինչքան պետք կլինի գումար այս թափոնակույտը կամ այն թափոնակույտը ռեկուլտիվացնելու համար։ Նման հաշվարկներ գոյություն ունեն, բայց բնականաբար պետք է այդ ամեն ինչը թարմացնել եւ բնականաբար ինքը շատ թանկ
այսպես ասած ռազմավարություն կլինի, բայց ռազմավարությունը ինքը այնպես չի, որ դու մշակեցիր եւ մի տարում իրականացրիր։ Ռազմավարությունը ինքը երկարաժամկետ, այսինքն կարա ինքը ներառվի երկարաժամկետ ծախսերի, միջնաժամկետ ծախսերի մեջ, կարճաժամկետ ծախսեր, ըստ առաջնայնությունների, այսպես ասած, եւ առնվազն կարող է ինքը նախնական 5 կամ 10 տարի, այսինքն իրականացման ժամանակահատված ունենա, որպեսզի փուլ առ փուլ, քայլ առ քայլ այդ խնդիրները փորձենք լուծել։ Հիմա իմ հաջորդ հարցս հետևյալն է. մեդիա արշավը կազմակերպեցիք, եկան ձեզ լսեցին, այդ ձեր առաջարկները գրի առան եւ բազում նման փորձեր ունենք, չէ՞, երբ որ գրի են առնում, գնում են եւ դրանից հետո կամ ծրագիրն է մահանում, կամ ծրագրի կազմակերպիչներն են հուսահատվում, կամ նրանց նկատմամբ սկսվում են հետապնդումներ, ինչ եք անելու, որպեսզի այս ծրագրերը հետևողական։ Խնդիրը մեր օրակարգում է, այսինքն տարիներ շարունակ, այնպես չի, որ օրինակ մենք դրա մասին 5-6-7 տարի առաջ չենք խոսացել խնդիրների մասին, ուղղակի հասել ենք այն փուլը, որ պետք է հասկանում գյուղացիները իրենց բերանով, այսինքն իրենց պատկերացումներով առաջարկել են, թե ինչպես պետք է այդ խնդիրները լուծվեն։ Իհարկե դրանք մասնագիտական ուղերձներ չեն, այսինքն մասնագիտական փորձաքննության արդյունքներ չեն, դրանք ուղղակի գյուղացիների պատկերացումներն են, բայց դրանք բոլորը ռազմավարական մոտեցումների մեջ տեղավորվում են եւ բնականաբար դրա ուղղությամբ, աշխատանքը, շահերի պաշտպանությունը ինքը մշտապես շարունակվելու է, բայց ես հուսով եմ, որ մենք այդքան երկար ճանապարհ չենք ունենա անցնելու, որովհետև դա այն է, ինչ որ մենք հիմա Հայաստանի Հանրապետությունը կարող է անել եւ դա այն է, ինչ որ գյուղացիները պահանջում են, այսպես ասած։ Իհարկե, մենք դրա ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք եւ ես որպես օրինակ հանրային խորհրդի շրջակա միջավայրի մշտական հանձնաժողովի նախագահ, վերջերքս նաև, ընտրված, եւ մյուս, ասենք, շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդ, Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն, այսինքն պլատֆորմաները կան այդ աշխատանքը առաջ մղելու համար, բայց ես կարծում եմ, որ այստեղ մենք շատ կարևոր է աշխատանքը օրենսդիրների հետ, այսինքն մենք առաջի հերթին փորձելու ենք հենց ազգային ժողով դա ներկայացնել, կապ չունի թե որ խմբակցությունն, որ թող մարդիկ զբաղվեն։ Ի վերջո ազգային ժողովը օրենսդիրը նրա համար է, որպեսզի նախագծերը, կազմի, ներկայացնի եւ այլն։ Այդ գաղափարը ինքը Հայաստանում պիլոտային է ու շատ կարևոր է ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից։ Իմ տեղեկություններով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարմանը մեծ ուշադրություն է գոնե, ուշադրություն է դարձնում եւ այստեղ պետք է իդեպ սա շատ կարևոր է այն առումով, որ երբեմն Հայաստանում լինում է այսպես, որ որոշում են ինչ որ բան անել եւ այդ ինչ որ բան անելու համար որոշում են, որ պետք է այս ինչ գործողությունը անենք ու շատ դեպքերում համայնքի բնակիչներին չեն էլ հարցնում։ Սա կոնկրետ համայնքի բնակիչների կողմից դուրս բերված կարիքների գնահատման արդյունք է, որի վրա պետք է հենվեն բոլոր պատասխանատու մարմինները։ Հիմա օր ժամ կարող ենք եւս մեկ անգամ, վաղը ժամ քանիսին։ Վաղը ժամը 2-ին Արջիս գյուղի վարչական տարածքում գյուղացիները ոնց որ իրենց առաջարկությունները այդ առումով կներկայացնեն։ Եվ մեդիաներին հրավիրում եք այդտեղ լուսաբանման եւ նրանք ովքեր շահագրգռված են, որ Այո, այսինքն ովքեր ուզում են, որ դեպետ գետը ունենա նման ռազմավարություն, այո, կարող են լուսաբանել եւ տարածել։ Կամ նրանք ովքեր ցանկանում են այդ տեղի արտադրանքը արտահանել, սա նաեւ բիզնես։ Այո, սա նաեւ ֆերմերային տնտեսությունների համար շատ կարեւոր, եւ արտադրողների համար շատ կարեւոր հանգամանք է։ Հատկապես էլի եմ նշում, երևի թե Հայաստանի ամենաբեռի տարածաշրջաններից մեկն է, որը մեծ արտադրողականություն ունի գյուղատնտեսական ապրանքների եւ բազմաթիվ կուլտուրաների, այսինքն բազմազանությունը, Եվ զբոսաշրջությունը։ Եվ զբոսաշրջությունը, այո։ Որտեղ արդեն ժամանակը եկել է։ Պարոն Դուլգարյան, հետևենք իրադարձություններին, վաղը ամեն դեպքում այդ քննարկումները կլինի, հանդիպումները կլինի, որոշակի հետևություններ դուք ինքներդ էլ կանեք,
Հարկ լինելու դեպքում այստեղ նորից կհանդիպենք, կարձանագրենք այդ հանդիպման արդյունքները դրական թե բացասական կողմերով հանդերձ եւ դուք նշեցիք, որ արդեն հանրային խորհրդում փաստորեն որոշակի ձևով պաշտոն ունեք եւ որոշակի լծակներին ավելի մոտ եք կանգնած։ Գուցե դա հնարավորություն տվար, գուցե հնարավորություն մի քանի օրակարգային հարցեր կան, որոնք ես մտածում եմ մենք պետք է առաջիկայում շատ հիմնավոր ձևով քննարկենք, մեկի մասին խոսեցինք եւ երկրորդն եմ ես ուզում եմ եթե թույլ կտակ մենք պարզապես շատ կարճ կարգավորումներ, օրինակ, հա, գյուղերին նույն ընկերությունները տարիներ շարունակ բազմաթիվ անգամ գալիս են համոզելու, որ եկեք մենք ձեզ մոտ հանքավայր բացենք, միևնույն ընկերությունները բարոյահոգեբանական ճնշման ենթարկելով համայնքի բնակիչների շարունակաբար այստեղ մենք պետք է ունենանք կարգավորումներ, օրենսդրական կարգավորումներ։ Հետևենք զարգացումներին։ Շնորհակալություն այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։